Քոսը ընդգրկված է հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ B86 կոդի ներքո։ Տարիքային խումբ, որպես այդպիսին սահմանափակումներ չկան, քոսով կարող են վարակվել ցանկացած տարիքի անձինք, ամեն տարիքն ունի իր ախտահարման առանձնահատկությունները եւ տեղակայման առանձնահատկությունները, օրինակ նորածինների մոտ շատ ավելի հաճախ ախտահարվում է դեմքի շրջանի մաշկը, ինչը բնորոշ չէ ավելի մեծ տարիքի անձանց դեպքում։ Արական թե իգական սեռի մարդիկ վարակվում են նույն հավանականությամբ, որովհետեւ տարբերություն չկա, հիվանդությունը կարող է ընթանալ առանց բարդությունների, սակայն ոչ հաճախ մենք ունենում ենք քոսի բարդություններ, որոնք դրսևորվում են երկրորդային վարակի միացմամբ, ալերգիկ մաշկաբորբերի ձևավորմամբ, միկրոբային էկզեմայի ձևավորմամբ, հատկապես շատ բնորոշ է միկրոբային էկզեմայի ձևավորումը արմունկների շրջանում ախտահարումների դեպքում եւ այդ երևույթը կոչվում է արձի ախտանիշ, լիմֆադենոպաթիա եւ իհարկե հազվադեպ հանդիպող, բայց բավականին անհանգստացնող բարդություններից մեկը հետպարազիտար լիմֆոպլազիան։ Որպես քոսի բարդություն կարող ենք դիտարկել նորվեգական քոսը, որովհետեւ այն զարգանում է որոշակի խնդիրներ ունեցող անձանց շրջանում, սովորաբար հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շրջանում է զարգանում, որոնք չեն կարողանում նորմալ բացատրել քորի առանձնահատկությունը եւ հիվանդությունը բավականին երկար ժամանակ ընթանում է առանց բուժման։ Նորվեգական քոսի ժամանակ ախտահարումը էապես տարբերվում է սովորական քոսից։ Որպես այդպիսի փուլայնություն հիվանդությանը բնորոշ չէ։ Հիվանդությունը բուժվում է արտահիվանդանոցային պայմաններում մեծ մաս դեպքերում, սակայն հնարավոր է նաև բուժում ցերեկային ստացիոնարի, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում, պայմանավորված հիվանդության տեսակով։ Հնարավոր է բուժումն իրականացնել պլանային կարգով, սակայն ավելի նախընտրելի է բուժումն իրականացնել շտապ պայմաններում, որպեսզի կանխել հիվանդության տարածումը, շրջապատի համար վտանգը հնարավորինս արագ մեղմացնել եւ կանխել։ Եվ իհարկե այս գործելակարգը կիրառել է մաշկավեներաբանների համար, մանկաբույժների համար, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև վարակաբանների համար։ Հիմնական ախտանիշներն են գիշերային ժամերին, երեկոյան եւ գիշերային ժամերին ուժ գնացող քորը եւ յուրահատուկ ցանավորման տեղակայումը։ Անամնեստիկ տվյալներից չափազանց կարևոր է հաստատված կամ կասկածելի քոս ունեցող պացիենտի հետ շփման առկայությունը, դա պարզում ենք կամ անամնեզ հավաքելու ժամանակ հաստատված քոսի դեպքը կամ գիշերը կամ երեկոյան ժամերին ուժեղացող քոր ունեցող անձի հետ շփման փաստով։ Զննման ժամանակ հիվանդի մաշկի վրա հայտնաբերում ենք քոսային անցուղիներ կամ քոսային ուղիներ, դա ծռմռված, էսաձև ծռմռված գիծ է, որը միացնում է քոսի մուտքի դուռը, որը սև կետիկի ձևով է դրսևորվում մաշկի վրա, եւ քոսի տիզի ձվազատման տեղը, որը դրսևորվում է հանգուցիկի կամ բշտիկի ձևով։ Սովորաբար այդ մուտքի դուռը եւ այդ բշտիկը քորելու ընթացքում վնասվում են, բայց քոսային ուղիները պահպանվում են եւ հենց քոսային ուղիների հայտնաբերումն է օգնում մեզ ախտորոշել հիվանդությունը։ Չափազանց կարեւոր է ախտահարման տեղակայումը։ Տղամարդկանց դեպքում դա սեռական օրգանների շրջանն է շատ հաճախ, որովայնի առաջային պատի ստորին հատվածը, ձեռքերի միջմատային ծալքերը եւ իհարկե նախաբազկի այդ հոդի ծալիչ մակերեսը, նախաբազուկ դաստակային հոդի ծալիչ մակերեսը։ Կանանց դեպքում նույնպես սեռական օրգանները կարող են ախտահարվել եւ շատ կարեւոր է ախտորոշման տեսանկյունից հարպտկային տարածության զննումը, որովհետեւ նուրբ մաշկը քոսիտիզ ավելի արագ է ախտահարում եւ ավելի արագ է ներդրվում, կանանց դեպքում այս հատվածը պարտադիր ախտահարված է լինում։ Հոսպիտալացման ցուցումները։ Պացիենտի մոտ հոգեկան, նյարդաբանական հիվանդությունների առկայությունը ցուցում է հիվանդին հոսպիտալացնել եւ բուժումն իրականացնել հիվանդանոցային պայմաններում, դեղորայքի կիրառությունը իրականացվի բուժքրոջ միջոցով եւ բժիշկի հսկողության ներքո։ Հատուկ տիպի հաստատություններում, ծերանոցներում, մանկապարտեզներում բնակվող անձանց բուժումը նույնպես անհրաժեշտ է իրականացնել հիվանդանոցային պայմաններում, սա շատ կարևոր էպիդեմիոլոգիական, համաճարակաբանական նշանակություն ունի, դրանով իսկ մենք կխախտենք այդ տարածման ուղին, թույլ չենք տա, որպեսզի քոսը փոխանցվի ուրեմն տվյալ հաստատության մեջ գտնվող այլ անձանց եւ իհարկե բարդություններով ուղեկցվող քոսը պարտադիր պետք է բուժվի հիվանդանոցային պայմաններում։ Բոլոր դեպքերում խորհրդատվություն պետք է իրականացվի մաշկաբանի կողմից,
համաճարակաբանական հսկողություն իրականացնելու, համաճարակաբանական շղթան ընդհատելու համար ցանկալի է նաև վարակաբանի հետ խորհրդատվություն, երեխաների բուժման համար ցանկալի է մանկաբուժի, ընտանեկան բժիշկի կամ թերապևտի ընդգրկվածություն պրոցեսին։ Բացի ստանդարտ հետազոտություններից, որոնք իրականացվում են այլ հիվանդությունների ախտորոշման համար եւ բուժման համար, ստեղ ցանկալի է իրականացնել նաև մի քանի հետազոտություն հիվանդությունն ախտորոշելու համար։ Թվարկեմ այդ մեթոդները։ Օրինակ գունավորման մեթոդ։ Օգտագործվում են անիլինային ներկեր, հաշվի առնելով այն փաստը, որ քոսային անցուղին շատ հեշտությամբ կկլանի այդ անիլինային ներկը եւ հետագա զննման ժամանակ մենք կտեսնենք այդ տեսաձև ծռմռված ուղին։ Որպես գունավորող նյութ կարելի է օգտագործել նաև յոդի պատրաստուկները։ Յուղով վիտրոպրեսիայի մեթոդը։ Ճարպի լուծույթ, հեղուկ ճարպ յուղ է կսվում մաշկի մակերևույթին, սեղմում ենք առարկայական ապակով եւ տեսնում ենք էսաձև ծռմռված քոսային ուղիները, որոնք լցված են այդ ճարպով։ Կաթնաթթվի կիրառմամբ ախտորոշում, մաշկի վրա կաթնաթթուն քսելով որոշ ժամանակ անց 5-10 րոպե անց մենք շատ նրբորեն շպատելով փորձում ենք գրգռել մաշկի մակերևույթը եւ քոսային անցուղիների եւ քոսի տիզի հետ ձվադրման տեղում մենք ստանում ենք արյան կաթիլի առկայություն, որը մեզ հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը։ Իհարկե, այս բոլոր մեթոդները որոշակի նյութերի օգտագործմամբ բավականին արդյունավետ են, սակայն առավել արդյունավետ է դերմատոսկոպիկ հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս թե քոսային ուղիների հայտնաբերումը եւ թե քոսի տզի հայտնաբերումը, սակայն մեթոդի ոչ այնքան տարածված լինելը մի փոքր սահմանափակում է նրա կիրառությունը այս հիվանդության ախտորոշման դեպքում։ Ցանկալի է իրականացնել նաև որոշակի ալերգիկ փորձեր, ալերգիկ հիվանդությունները բացառելու համար, ինչպես նաև ընդհանուր հետազոտություններ, օրգանիզմում առկա ընդհանուր փոփոխությունները ախտորոշելու համար։ Բուժման համար օգտագործվում են հետևյալ միջոցները՝ հակապարազիտար միջոցներ, հակահիստամինային միջոցներ, տեղային գլյուկոկորտիկոստերոիդներ, կոմբինացված գլյուկոկորտիկոստերոիդներ, կալցինևրինի ինհիբիտորներ եւ անիլինային ներկեր։ Հակապարազիտար միջոցներից ամենալայնը օգտագործում է բենզիլբենզոատը, պերմետրինը եւ ծծմբի քսուկը, ամեն մեկը իր տոկոսայնությամբ մեծահասակների եւ երեխաների համար նախատեսված իրենց կիրառման հատուկ սխեմաներով։ Հակահիստամինայինները օգտագործվում է արտահայտված քորը ճնշելու նպատակով, կիրառվում են ավելի երկար, քան տեղային հակապարազիտար միջոցների, ինչու, որովհետև տեղային հակապարազիտար միջոցներ կիրառելուց, քոսի տիզի վերացնելուց հետո, ճնշելուց հետո քորը բավականին երկար կարող է պահպանվել եւ հակահիստամինային դեղամիջոցների օգտագործումը էապես կփոխի հիվանդի կյանքի որակը եւ կբարձրացնի մեր բուժման արդյունավետությունը։ Տեղային կորտիկոստերոիդները օգտագործում ենք բոլոր այն դեպքերում, երբ ունենք վնասված մաշկ, քորելու հետևանքով վնասված մաշկ եւ մենք ունենք ցանկություն այդ վնասված մաշկը ավելի արագ քորը ճնշելու եւ վնասված մաշկը ավելի արագ վերականգնելու, սակայն պետք է հիշենք, որ սխալ նշանակման դեպքում գլյուկոկորտիկոստերոիդները նպաստում են քոսի տզի զարգացմանն ու հիվանդության բարգավաճմանը, հետևաբար երբեք տեղային կորտիկոստերոիդներ չի կարելի օգտագործել քոսի բուժման առաջի օրերին։ Դա պետք է կիրառել, երբ որ մենք համոզված ենք, որ քոսի տիզը ամբողջությամբ կամ մեծ մասամբ ընկճված ճնշված է։ Տեղային կոմբինացված գլյուկոկորտիկոստերոիդներ օգտագործում ենք հետևյալ դեպքերում։ Եթե դա հակաբիոտիկի հետ միասին կոմբինացված գլյուկոկորտիկոստերոիդ է, ապա օգտագործում ենք երկրորդային բակտերիալ վարակները ճնշելու համար, եթե սնկային է, ապա երկրորդային սնկային վարակները եւ եթե հակավիրուսային պրեպարատի հետ է զուգորդում, ապա վիրուսային ինֆեկցիումը ճնշելու նպատակով։ Կալցինևրինի ինհիբիտորներ ցուցված է մանկական տարիքում քորը ընկճելու նպատակով, քանի որ այն կարելի է օգտագործել ավելի երկար ժամանակ, քան տեղային գլյուկոկորտիկոստերոիդները եւ լայնորեն օգտագործվում է հետպարազիտար լիմֆոպլազիայի բուժման նպատակով։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում կալցինևրինի ինհիբիտորներ գրանցված չեն։ Անիլինային ներկերն օգտագործվում են էկզեմատիզացված օջախները չորացնելու նպատակով, իհարկե ինչու ենք չորացնում, որպեսզի կարողանանք հետագայում օգտագործենք տեղային հակաքորային կամ հակաքոսային միջոցներ։ Բուժման ժամանակ հազվադեպ օգտագործվող այլ մեթոդներից է կրիոթերապիան, որը նպատակ ունի քորը ընկճելու մեծ մակերեսների ժամանակ բոլոր այն դեպքերում, երբ տեղային բուժման մեթոդները այդքան էլ արդյունավետ չեն։